Բարև ձեզ, խնդրում եմ մի երկու մեկնաբանություն կապանեք։ Ձեր մասին այսպես տարակուսերի կարծիք է տարածում մամուլը։ Որ մամուլը։ Եվ ասում է կանգ առնենք, եթե կարելի։ Որ մամուլը։ Հրապարակ օրաթերթը դուք։ Հրապարակը ամեն ինչ կարող է գրել, ես ինչ։ Չէ, ամեն դեպքում։ Ինչ ամեն դեպքում։ Ամեն դեպքում թույլ տվեք շարունակել, կներեք ես վազել եմ։ Համաձայն եմ, բայց եկեք ամեն ասացի Նիկոլ Փաշինյանը այսօր ինչ օրնկաբարո բառամթերքով խոսում է սրբազան հայրերի մասին, ձեր գործընկերների, ձեր ընկերների, խնդրում եմ այս մասով ձեր մեկնաբանությունը։ Մենք ունենք մեր եկեղեցում օրնկաբարո եպիսկոպոսներ։ Ոչ, չեմ կարծում, տեղյակ չեմ, չունենք։ Նիկոլ Փաշինյանին ասում են, որ այդ կիսատ կրթության Ներողություն, հրապարակից էիք հարցնում։ Չէ, ես հրապարակից եմ ասում, թույլ տվեք ձևակերպել։ Ներողություն, չէ, դուք ուզում եք հրապարակից հարցնել, հրապարակը ինչ է գրել։ Հրապարակը թող իր ամենալավատեղյակ հուշողներին հարցնի եւ իրեն լավատեղյակ հուշողների, ինչպես տարիներ շարունակ լավատեղյակ շշնջացել են մայրաթողի վերաբերյալ վարկաբեկող հոդվածները գրվել է, թող նորից նույն ոճով Դուք հիմա կարող եք քերքել այն տեղեկությունը, որ Փաշինյանին դուք եք զինում եկեղեցու մասին գիտելիքներով։ Խնդրում եմ, եկեք հարգանքով վերաբերեք։ Ասում են եկեղեցականները պիտի իրենց հոտից չկտրվեն։ Թույլ տվեք, դուք աշխարհի կյանքով ապրող մարդկանցից։ Ներողություն, ես այդ հիմար մեկնաբանությունների։ Հա, բայց ես ուրիշ բան եմ հարցնում, դուք ինչ գիտեք հիմա ինչ եմ հարցնում։ Ասում են մայր Արաքսից այն կողմ Թուրքիան է։ Մենք այլևս հայրենիք չունենք մայր Արաքսից այն կողմ։ Այս թեզերին ինչպես եք վերաբերվում։ Մենք Արցախ ենք կորցրել։ Դուք եպիսկոպոսներից մեկն եք մեկ։ Խնդրում եմ այս մասով ձեր մեկնաբանությունը։ Բոլոր եպիսկոպոսներին, նույնիսկ Գերագույն խորհրդի, Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության տակ ես ինքս եմ նաև ստորագրել։ Կարելի է կոմպրոմատներով եկեղեցականներին ճնշել, նրանց կաշկանդել։ Վարչապետ Փաշինյանը ամենագրեհիկ արտահայտություններով խոսում է ձեր ընկերների, ձեր գործընկերների մասին։ Դրանցից մեկը դուք եք, վաղ կարող է ձեր մասին խոսել։ Կոմպրոմատ, այսինքն փաստեր են պետք լինել, Ազիզ ջան։ Կներեք, դուք չունեք կաշկանդվելու բան, եթե պարզվի, որ նա նաև տիրապետում է ձեր անձնական կյանքի մանրամասներին։ Փաստ պետք է դառնի, ինչ անձնական կյանքի մանրամասն։ Ես հարցնում եմ, դուք վախեր ու կասկածներ չունեք։ Լավ, դուք եք օգնում նրան եւ Հովանես Հովանեսյանին, թույլ տվեք հարցը ձևակերպեմ ավարտեմ։ Մենք լարված ենք անիմաստ։ Կարելի է մեքենա չնստել։ Դուք եպիսկոպոսը գեզեր հոտնեմ։ Կարելի է այս վերաբերմունքը կներեք էլի։ Սա նորմալ է, ես հիմա չեմ թողնելու քշեք, որովհետեւ ինձ դուր չի գալիս, հարգեք ինձ։ Պարտավոր եք հարգել։